Պարոն Կոստանյան, ինչ կարող եք ասել, առասարակ շատ քիչ տեղեկատվություն հաղորդման մասին, որքանով եք իրականացնում այդ հանդիպումը, արդյոք պայմանավորվածություններ շոշափելի ձեռք են բերվել նաև երրորդ երկրների մասնակիցների համար, որը նախապես ձեռք բերված ներկայացուցիչ կյանքի չի։ Շնորհակալություն հարցի համար։ Ընդհանուր առմամբ կարելի է գնահատել, որ այդ բավական դրական մթնոլորտում էր անցել, ինչպես արդեն հրապարակված մամուլի հայտարարությունից վստահաբար ծանոթացել եք, քննարկվել են թե Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունների, թե տարածաշրջանային հարավային Կովկասի եւ ավելի լայն մերձավոր արևելքի տարածաշրջանի վերաբերող հարցեր արձանագրվել է, որ մի շարք թեմաների շուրջ Հայաստանի եւ Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են, ինչ վերաբերվում է մերձավոր արևելյան, ինչ վերաբերվում է երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացմանը, ապա ընդգծում եմ երկու կողմերն էլ նորից արձանագրել են, որ պայմանավորվածությունը ուժի մեջ է, ամեն դեպքում այս ուղղությամբ դեռևս քայլեր պիտի անենք, թուրքական կողմի դիրքորոշումը կարծում եմ ծանոթ է բոլորին։ Էրդողանը նաև այսպես օրակարգային հարց է դարձրել ադրբեջանցիների այստեղ գալու ապրելու հարցը եւ քանի որ Չի համապատասխան իրականություն։ Այդ հարցը երբեք Չի համապատասխան իրականություն։ Իսկ կարող եք շահկերտները որոշակի բացելով ասեք մասնավորապես որ հարցերն են, որոնք հայ-ադրբեջանական հարաբերություններին են վերաբերում, որ քննարկվել են։ Ընդհանուր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման փաստաթղթի եւ տրանսպորտային կոմունիկացիաների վերաբերյալ։ Պայմանագիր կարգելու հետ կապված նախադրյալներ կան, այսինքն որը երաշխավորվել է Էրդողանի կողմից կամ որ ինքը Ես կարծում եմ բավարար պատասխանեցի հարցին։ Պարոն Կոստանյան, իսկ պայմանագիրը կնքելու հետ կապված Գործընկերը Էրդողանը, որը ստանձնել այդ մարտավարությունը, որ ինքը պետք է երաշխավորվի։ Առաջարկում եմ գործընկերն էլ հարց տա, հետո կվերադառնանք հարցի, խնդիր չկա։ Պարոն Կոստանյան, տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջապատման մասին ասացիք, որ հարցը օրակարգում եղել է։ Վարչապետը նաև թուրքական հայ համայնքի հետ հանդիպման, Թուրքիայի հայ համայնքի հետ հանդիպման ասում էր, որ կներկայացի խաղաղության խաչմերուկը եւ դրանից հետո ինքը արդեն կկարողանա ասել, թե ինչպիսին է դրա վերաբերյալ Թուրքիայի նախագահի եւ Թուրքիայի դիրքորոշումը։ Ինչպիսին է դիրքորոշումը, ինչ դիրքորոշում արտահայտեց Թուրքիայի նախագահ խաղաղության խաչմերուկի վերաբերյալ, արդյոք թուրքական կողմի համար ընդունելի են 4 հայտնի սկզբունքներով ապաշրջափակման Հայաստանի մոտեցումը։ Կարծում եմ երկու կողմերի համար, թե Հայաստանի եւ Թուրքիայի համար արձանագրվեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, այդ թվում երկաթուղու այլ հաղորդակցության ուղիների վերաբերյալ բավականին մեծ կարևորություն ունի, գիտեք, գաղտնիք չէ Թուրքիան ձգտում է դեպի կենտրոնական Ասիա իր կապուղիները ավելի բարելավել Հայաստանի համար, որպես դեպի ելք ծով չունեցող պետություն, ուղղակի կենսական անհրաժեշտություն է ունենալ բաց սահմաններ եւ վերջին իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ պրակտիկորեն մեր 3 կամ եթե ոչ կուզեք ասել 3.5 սահմանները փակ էին կապված Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Խաղաղության խաչմերուկ հայեցակարգը բնականաբար ներկայացվեց, ըստ էության կա ընդհանուր ըմբռնում, որ Հայաստանը կառուցողական է մոտենում իր առաջարկներով կոմունիկացիաների բացման վերաբերյալ։ Թուրքիան ողջունեց ընդունելի է Թուրքիայի համար տրանսպորտային ապաշրջափակման մոդելը խաղաղության խաչմերուկի։ Հայաստանի տեսլականը կառուցողական է գնահատվում մեր Թուրքիայի գործընկերների կողմից։ Բայց ճանապարհի հետ կապված իրենք շարունակում են պնդել, որ պետք է անարգել։ Իսկ դուք իրենցից նման պնդում լսել եք։ Ես չեմ լսել։ Բայրամովն է այդ մասին խոսում եւ Նոր Թուրքիայի գործընկերների մասին ենք խոսում։ Այսինքն տարբեր դիրքորոշում ունեն Թուրքիայի գործընկերները։ Պատասխանեցի ձեր հարցը։